Ադրբեջանը հստակ ժամեր է դրել իր համար եւ կոնկրետ այդ ժամերին հրադադարի ռեժիմը խախտում է, ինչը ենթադրում է, որ բնակչության առնվազն այդ ահաբեկման գործընթացն է փորձում իրականացնել, ինչը իր հերթին բնականա բերելու է արդեն այդ սահմանամերձ համայնքներում բնակության թվի պակաս մարդիկ հեռանալու են եւ այստեղ բնական է իրանք այդ խնդիրն են նաեւ փորձում լուծել թե մեր ներկայիս իշխանությունները ոնց են դա մեկնաբանում դա ուղղակի ինչ որ պահի նույնիսկ աբսուրդի ժանրի է հասնում այնտեղ մարդ կա ասում է, չգիտեմ, օդ են կրակում, վտանգ չկա, հետո հաջորդ անգամ ներկայացնում են որ ինչ որ շինություններ են վնասվել եւ այլն, բնակելի շինություններ, այսինքն ուղղորդված ահաբեկման գործընթաց է տեղի ունենում, որը ես համոզված եմ վերևից է իջնում։